Ասենք Փարտիրոջ եղբայրներ քուրեջան։ Հիսուսի անունը փառավորվի, որ է սիրելներ, որ գալու է, այո, երկինք տան իր սուրբերին, Փարտիրոջը։ Եղբայրներ քուրեջան, Տիրոջ շնորհքով ողորմությամբ ես ուզում եմ միտեղ ընթերցեմ մեզ բոլորիս հայտնի, որ իրապես մենք գիտակցելով հասկանանք սիրելիներ, գիտակցենք Աստծո մեծ ողորմությունը։ Իհարկե եղբայրները հորդորեցին, խոսեցին Փառք Տիրոջը, ամենը իրականություն է, ճշմարտություն է։ Այսօր շատ մարդիկ այստեղ նստած, որ չեք կարողանում լիարժեք փառաբանել, ես վստահ եմ, մեղքի գերությունն է, մեղքի ծանրությունն է, քուրեր եղբայրներ, որ չենք կարողանում լիարժեք կոկորդալից գոչենք, Տիրոջ երեսը փնտրենք, վայելենք Տիրոջ ներկայությունը, բայց ես ուզում եմ մի գաղտնիք բացեմ ձեզ, քուրեր եղբայրներ, որ կա մի զորավոր մի արած, որ Տեր Հիսուս Քրիստոսը իր արյունը թափեց, այո, եկավ հենց քեզ մեղքից ազատելու համար, ինձ մեղքից ազատելու համար, լա տեսեք, ինչպեսի խոսքեր էր ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան, եղբայրներ քուրեր ջան, 4-րդ գլխում այսպիսի համարներ կա գրված, 18 համարից եմ ուզում կարդամ։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու։ Քուրս ու եղբայրս, ես խնդրում եմ այս տողերը ուշադրություն դարձրա։ Եթե դու իրապես աղքատ ես, եկել է խոսքը ֆիզիկական, նյութական փող չունենալու մասին չի, քուրս ու եղբայրս, եթե դու աղքատ ես, հոգով աղքատ ես, դու ուզում ես Տիրոջը վայելել, չես կարողանում, նա եկել է քեզ ավետարանելու, որ այսօր մենք ավետարանում ենք եղբայրներ քուրեր ջան, սրտով կոտրվածներին բժշկելու համար է եկել, եթե դու կոտրված ես սրտով, չգիտես ինչ անես, մեղքի գերությունը, ծանրությունը քեզ իշխել է, կարծես թե քեզ կուլ ա տալիս, դժողքը քեզ կորուստ ա տանում, այդ քարը որ կա գերեզմանի վրա, որ թվում է ոչ մեկը չկա քեզ ազատելու, փրկելու համար, այստեղ ասում է ով է այդ ազատողը, քուրեր եղբայրներ ջան, սրտով կոտրածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն խոցվածներին արձակելու, ազատելով, Տիրոջը ընդունելու տարին քարոզելու, Փառք Տիրոջը։ Եղբայրներ քուրեր ջան, մենք տեսնում ենք մեր Հիսուս Քրիստոսի մեծ զորությունը գործը, որ եկել այո այսօր միան ինչպես ասեցին, եղբայրները խոսեցին, նա չի եղբայրներ քուրեր ջան, որ գանք այստեղ ծիսակատարություն անենք գնանք, չէ, մենք պետք է վայելենք Տիրոջը, մենք պիտի հաղորդակցվենք Տիրոջ հետ, իր արյունը զորություն ունի այսօր ինձ և քեզ ազատելու, փրկելու համար, իր այրան գինը դարձնելու համար, նա եկավ, տրվեցավ այդ մանուկը, Աստված հոժար կամքով տվեց իր որդին քեզ համար, ինձ համար, որ ես և դու կյանք ունենանք և ավել ունենանք, ես ուղղակի մի բանի մեջ եմ զարմանում, եղբայրներ քուրեր ջան, որ մարդիկ մեղքը, ճշմարտությունը, գերությունը ավելի մեծ մի հատ քար են սարքեն, որ չեն կարողանում տեղաշարժ անեն, քան թե Քրիստոսի բերած շնորհը, այդ այրան զորությունը, իմ հորդորն է, որ Քրիստոսի զորությունը վերցրա քո ձեռքը, այո խոստովանվի, մի անգամից մի կողմ գցի, այդ քարը քո վրայից մի կողմ գցի, Հիսուսը զորություն ունի, ինքը բարեխոսն այսօր քեզ համար, ինձ համար, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը եկավ, մահացավ, չարչարվեցավ եղբայրներ քուրեր ջան, թաղվեցավ և հարություն առավ, ինքը հաղթեց, այդ հաղթությունը տվեց ինձ և քեզ, այո այդ մարմնի մեջ դատապարտեց մեղքին ու մահին, այդ կարողությունը այսօր ես և դու ունենք, որովհետև Հիսուս Քրիստոսը իմ և քո մեջ է բնակվում, թող Հիսուսի անունը փառավորվի, ես չեմ երկարացնելու եղբայրները շարունակեն, ուղղակի ուզում եմ մի կարճ աղոթք կանենք եղբայրներ քուրեր ջան, հավատքով աղոթք կանենք Տիրոջ առաջ, ձեր սրտերը բացեք Տիրոջ առաջ, կոկորդալից գոչի հավատքով այս խոսքերը ընդունի, այո Հիսուսն եկել է ազատելու ինձ, քեզ, ամեն մեկից, գերությունից ազատելու, բժշկելու համար, հավիտենական կյանք պարգևելու համար, ալելույա քեզ Տեր, շնորհակալ եք Տեր, շնորհակալ եմ